նույնիսկ հրապարակային մասում Լավրովի եւ ձեր զրույցը բավականին լարված էր եւ փոխադարձ այսպես գնահատականներ փոխանցում էին ձեր գնահատականը Լավրովն էր գնահատում Հայաստանի առասպելական ինչ-որ սպառնալիքների մասին եւ այս առումով դուք փակ քննարկման ժամանակ ստացաք ավելի պարզ կամ դուք փոխանցեցիք ավելի հստակ դիրքորոշումը, թե դուք արդեն պատերազմի հարձակում եք ասում, այդ հարձակումների մասին, արդյոք Լավրովը կրկին պնդում էր, որ սպառնալիքներ չկան, դրանք առասպելական են, այս մասով դուք փակ քննարկման ժամանակ հստակ խոսել եք։ Անուն առանուն, ես ինչ որ ասել եմ ձեզ ստեղ, ես ասել եմ այնտեղ, ոչ մի, իսկ կարելի է ավարտեմ, ոչ մի բան, որ ես ձեզ ստեղ կամ ձեր տաղավարներում ասել եմ, ես այնտեղ այնպես չի եղել, որ չեմ ասել, բնական է ես ինչ որ մարդիկ որոնք որ ոչ հայերեն են կարողանում գրեն, ոչ ռուսերեն են կարողանում գրեն, ինչ որ ակնկալիքների մասին են խոսում, չգիտեմ, իրենք ենթադրում են, որ ես պետք է հարձակվեի, ինչ որ մեկին հարված էի այնտեղ, ոչ նորմատիվ լեքսիկոն օգտագործեի, այդ մարդկանց առաջարկում եմ լռել, գնալ հայերեն կարդալ, գրել սովորել նախ եւ առաջ կամ գոնե ռուսերեն։ Այդ մարդկանց չեմ անդրադառնում, մնացած առումով ինչ որ խոսացվել այստեղ, հիմա ձևակերպումը մի անգամ Նարեկի մոտ ասացի հյուրի մոտ ասացի եկեք հարձակում անվանենք ոչ թե պատերազմ, հա հիմա չէ պատերազմ թող լինի թող ուղղակի պատերազմ բառը հաշվի առնելով խաղաղության գործընթացը աշխատում ենք որևիցե կոնտեքստում բան չենք, բայց բովանդակությունը դրանից չի փոխվել եւ այո ես ներկայացրել եմ մեր մտահոգությունները, իրենք ներկայացրել են իրենց մտահոգությունները եւ հենց քաղաքական գործիչների, հենց իմ այցի, մեր հանդիպման իմաստը դա էր որ իրենք ասեն այն ինչ որ իրանց է անհանգստացնում, մենք ասենք այն ինչ որ մենք մեզ անհանգստացնում, բայց իրար նկատմամբ, իրար, այսպես ասած, հարցադրում անելուց բացի, մենք ունեցել ենք նաև շատ կարևոր քննարկումներ, առաջարկներ, գործնական քննարկումներ, սկսած տարբեր ներդրումների հետ կապված Հայաստանի Հանրապետության տարածքում, վերջացրած, չգիտեմ, Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու մեր մարզերի եւ ռուսական ռեգիոնների միջև ձեռք բերված պայմանավորված ժամ ու կես թե ժամ 40 րոպե մենք իրար հետ զրուցել ենք եւ կներեք ինչ որ բաներ դե parza չեմ կարող արդյոք խոսվել է եւ ինչ parzabanum է ներկայացվել Լավրովը ասում էր որ 2020-22 թվականներին Ռուսաստանի Դաշնության Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների մակարդակով մեր համոզմամբ պահպանում են այն պայմանավորվածությունների մասին է խոսում որ այդ թվականներին եղել է եւ ասում է որ մեր համոզմամբ պահպանվում են իրենց արդիականությունը նախ եւ առաջ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային եւ լոգիստիկ բոլոր խնդիրներ լուծելու համար։ Այս առումով Ուզում ջան չհասկացա ինչ ասել անկեղծ ինչ որ մի նախադասություն ակնարկ երակողմի հետ կապված եղավ, ես չեմ ընկալել որ նա փակ որ նա բաց, որովհետև անկեղծ ասած ես Կանե ջան ես հետո եմ իմացել, բայց խոսակցության ընթացքում անընդհատ ես նույնիսկ չգիտեի որ ուղիղ եթեր է Պարզվեց ուղիղ եթերը ես հետո եմ իմացել, որովհետև ես ոչ մի խնդիր չունեմ լրագրողների հետ շփման եւ ուղիղ եթերում խոսելու։ Ես հետագայում եմ իմացել, ինչ որ եթե չեմ սխալվում կապված այն տրիպի հետ կապված, որ նմանատիպ ինչ որ բան, բայց գիտեք ոնց են, որ դրան ոչ արձագանքելու, ոչ շեշտադրելու բան չկար։ Նկատի ուներ, որ հա դե տենց մենք տարբեր բաներ ենք խոսացել, հիմա իրողությունը այլ է, ասում հա իրողությունը այլ է եւ կա այն իրողությունը, որ դուք նույնպես կարող եք ոչ թե տրիպի մասնակցության, որտեղ ես դա չեմ պատկերացնում, չեմ կարծում որ իրանք կամ որևիցե մի կողմ պատկերացնում է, այլ ենթակառուցվածքներ կառուցելու, վերակառուցելու եւ շահագործելու մեջ ներգրաված լինեն եւ ես կարծում եմ որ դա շատ լավ առաջարկ է որ իրենք պետք է ու պարտավոր են արձագանքել եւ կարծում եմ կարձագանքեն որովհետեւ համապատասխան այդ խոսակցությունը մեր համապատասխան գերատեսչությունների մեջ ենթադրում եմ որ արդեն պետք է սկսված լինի։ Դիտի մասով Լավրովը որևէ հայտարարություն արել է թե ոչ, որովհետեւ բարբերաբար իրենց կողմից հայտարարություններ են հնչում։ Ամեն ինչ որ ասվել է բարձր, նույն տրամաբանության մեջ այն ինչ որ իրանք ասում են, այն ինչ որ մենք ասում ենք, նույն ձևի տարբեր ձևակերպումներով խոսացել ենք։ Հիմա շարունակում է Գալուզինը եւ ասում է որ
պետք է ներգրավվածություն ունենան թրիփում, այսինքն ցանկանում են ներգրավվածություն ունենան, խորհրդակցել եւ այլն։ Ասենք չի կարելի երկու դուք ո՞նց եք դա պատկերացնում։ Ասենք ո՞նց եք դա միևնույն ժամանակ եթե չեմ սխալվում Գալուզին այսօր ձեր գործընկերներից մեկը ինձ ասել որ մենք այնտեղ չենք կարող մենակ մենք պետք է ինչ որ մենաշնորհային բան է ասել ինչ ձևակերպում Չէ հա ինչ որ բայց ինչ որ ասելա դա մեր այլընտրանք չունի այո այլընտրանք չունի ժողովուրդ չի կարա դա հայ ամերիկյան կազմակերպություն է բայց Հայաստանի տարածքով տեղաշարժվելը չի ենթադրում միայն տրիպի սահմաններում տեղաշարժվել է։ Հիմա ենթադրենք, որ ալյուրը գալիս է կամ ցորենը գալիս է կամ նավթամթերքը գալիս է։ Ինքը տրիպի շրջանակներում չի գալիս, չէ՞։ Ճիշտ եմ։ Չի գալի։ Հիմա թող այդ ճանապարհները, այդ ենթակառուցվածքները մտնեն, առաջարկ անեն, Հայաստանը դիտարկի այդ առաջարկը եւ քննարկի իրանց հետ եւ շահագործի, այսինքն գալ ինչ որ տենց բանի մեջ մտնելու ես ձեզ ասեմ, այդ տրիպի հետ կապված այդ նմանատիպ մեխանիզմը ինքը նաև, ասենք, շատ վաղուց մեր սեղանին կա, մենք քննարկել ենք, այլ հարցը որ ԱՄՆ-ի հետ դա ստացվել է եւ դա խաղաղության շրջանակներում նաև ոնց որ հիմնակար է հանդիսացել շնորհիվ ԱՄՆ նախագահի եւ այդ ամենահիմնական բանն է ստացվել է։ Եթե դուք այդ Մատ ինքը թող վերջացնի։ Մանրամասները որ ներկայացրել եք պարոն Սիմոնյան, այդ դեպքում ինչու է շարունակում իրենց կողմից այս հայտարարությունը, այսինքն կարող ենք ասել, որ համաձայնության չէ գալիս այս։ Չէ, քաղաքականությունը դա է, որ ես եմ մի բան ասում, մյուս կողմն է մի բան ասում, հետո մենք մեր ասածները դնում ենք սեղանի շուրջ եւ ինչ որ քննարկումներ ենք ունենում եւ գտնում ենք ոսկե միջինը, բայց նորից եմ ասում, ես անձամբ իմ դիտակետն է, իմ կարծիքն է Ես չեմ հասկանում։ Հասարում եք, որ Ամերիկայից կարող են համաձայնության գալ իրենք։ Չգիտեմ, Ամերիկան թող իր մասնաբաժինի մասով կարող է միգուցե համաձայնություն փորձի գա, բայց էլի մեր հետ քննարկելով մի խոսքով իմ համար դա չեմ պատկերացնում, ոնց դա։ Ու նորից եմ ասում, ես չեմ ուզում, որ ռուսական կողմը կենտրոնանա հենց մենակ այդ միակ ճանապարհը չի, որ Հայաստանի մեջով անցնում է, անցել է կամ անցնելու է։ Բազմաթիվ ճանապարհներ կա, որի օրինակը ես բերեցի։ Այսօր գործում է այդ ճանապարհը, ապրանք է գալիս, մենք պատրաստվում ենք պայմանական ապրանք ուղարկենք իրան, եկեք մի հատ բան, միտեղ կա, այդանք մենք էլ մտնենք բան, անեիք 100 տարի աստեղ եք, անեիք։ Պարոն Սիմոնյան, դուք այդտեղից որ ասեցիք Սերգեյ Լավրովին ասեցիք, որ Ռուսաստանից կոնկրետ հիբրիդային պատերազմ հարձակվում, ինչպես ուզում եք։ Անուն առանուն, ես կրկնեցի։ Դուք մի քիչ կմանրամասնեք, որտեղ այն ինչ մենք տեսանք, այնտեղ դուք ավելի այսպես չէիք։ Կոռեկտ է, հիմա դա չի կարելի, ասենք հյուր եմ ես, այսինքն ո՞նց եք պատկեր։ Շատ լավ, պարոն Սիմոնյան, բայց Հայաստանում այսպես ուղիղ եք ասում Ռուսաստան Բալքանի օրեր առաջ ասում եք, որ ոչ թե ադրբեջանցիները։ Կես կլինի իմ մասին խոսենք, ոչ թե 107 падգամավորներից մեկի։ Շատ լավ։ Հիմա ուզում եմ ասել, իշխանականները շատ ուղիղ են խոսում։ Անուն առանուն, քանի անգամ ասում։ Հիմա դուք մեզ բոլոր են հայտնի դերակատարների։ Չէ, բաներ կան, որ ես չեմ ասելու, որովհետև դա կոռեկտ չի, դա մեր մասնավոր զրույցն է։ Հա, դուք շարունակեք։ Եվ ասել եք, որ Ռուսաստանը մտադրություն ունի, հա, Հայաստանը բռնակցել Ռուսաստանին, հա միութենական գազի մեջ մտցնել, այստեղ գեներացնում է ուժեր, որ ընտրություններով կարողանա Ասեմ ավելին, ասել եմ, որ SVO անցկացնելու մասին են խոսում Հայաստանի տարածքում։ Հարգել SVO, սպեցիալնայա վայրենա օպերացիա։ Բառացի ամեն ինչ ասել եմ։ Հիմա չգիտեմ, որևիցե կոնկրետ ձևակերպում, որը որ դուք ուզում եք, ես ասել եմ, թե չեմ ասել, բայց ինչ որ ես տեղ ասել եմ, ես ասել եմ։ Այն ինչ որ իրանք մշտապես արձագանքում են, որ նման բան չկա, դրանք անհատներ են։ Ես ասել եմ, որ նաև падգամավորներից կողմից է նման բան հնչել, նման բան դիրքորոշում հնչել, դա էլ կարևոր չի իմանալ նախընտրական բան։ Մի խոսքով նման Այն ինչ որ ստեղ եմ ասել եմ ընդեղ, այն ինչ որ իրանք են ասել, երբ որ ես ստեղ ասել եմ, իրանք ինձ ընդեղ կրկնել են։ Պարոն Սիմոնյան, իսկ Իրոք վերջ ասեցի։ Ինչ եք կրկնել, որ հավակնություն։ Դե ասեցի հիմա։ Ասեցի։ Ու համոզիչ եք դա, հավատացիք։ Թե հիմա գիտեք ինչ, քաղաքականության մեջ հավատի վրա հենվելը մի քիչ սխալ է, հա։ Պետք է նայես
գործողությունների վրա։ Կտեսնենք, ես ձեզ ասեմ, որ իրանք ինձ մեզ վստահեցրեցին, որ իրենք որևիցե ձևով, որևիցե շահագրգռվածություն չունեն մեր արտաքին, ներքին քաղաքականության հետ կապված, իհարկե իրենց ինչ-որ բաներ մտահոգում է, ինչ-որ բաներ մտահոգում է, որ իրանք հայտնեցին, մեզ ինչ-որ բաներ մտահոգում է, նույնիսկ ինչ-որ պահ մեզ հաջողություն մաղթեցին գալիք ընտրություններին իշխող խմբակցությանը, այո, աջակցեցին, եթե տենց եք ուզում բան անել։ Այսինքն այդ խոսակցությունից հետո Ազատությունից 200 եք, հա, բանան։ Այդ խոսակցությունից հետո հայտարարությունները, որ Ռուսաստանից համակարգված հիբրիդային հարձակումներ են իրականացնում Հայաստանի դեմ, իշխանության մտահոգությունները եւ հայտարարությունները կդադարեն։ Ես եթե այդ հարձակումների օրինակները շարունակվեն, Համակարգված, որ դա լսի, Կրեմլի ես նորից եմ ասում, դե գիտես ինչ, օրինակ մի բան ասեմ, թող պատասխանեմ։ Հասարակ օրինակ, իմ հանդիպումները պետական պաշտոնյաների հետ Ռուսաստանում եւ իմ շփումը եւ արձագանքը, որը ես տեսա իրանց լրատվական դաշտում, կատեգորիկ հակառակ։ Մեզ մոտ է սինխրոն չէ, պարոն Սիմոնյան։ Չէ, հարցը սինխրոն չսինխրոնը չի, բայց մի համեմատեք նախ մեր աշխատանքը ու իրանց աշխատանքը, ես ձեզ չեմ համեմատում, որովհետեւ Շորոկ ջան, կլինի ես խոսեմ, թույլ կտաս խոսեմ, մի ընդհատիր ինձ։ Այն ինչ որ իրանք խոսում են ինձ հետ եւ այն ինչ որ ես լրագրողների հետ շփում ունեցա, հետո նայեցի իրանց ռեպորտաժները եւ այլն, դրանք կատեգորիկ տարբեր բաներ են։ Մեր մոտ, այո, դուք ասում ես այսքան մարդականգնած 90% ընդդիմադիր լրագրողներ են եւ դա բան, բայց այնտեղ պետական լրատվամիջոցները, այդ եմ ասում, չէ, ստեղ դուք պետական եք, Շողիկ։ Չէ, պետականը Լսի, պետականը դաշտի 10%-ն է։ Այնտեղ որն է այն լրատվամիջոցը, որը դու կհամեմատես Ազատության ռադիոկայանի հետ, Ֆակտորի հետ, չգիտեմ, Տրիբունի հետ, որն է այդ լրատվամիջոցը։ Դու գիտես ինչի, որովհետև դու ինձ ընդհատում ես։